Բորջաները ոչ թե իտալացիներ են, այլ իսպանացիներ։ Այս ընտանիքը եկել էր Իսպանիայից, որտեղ կրում էր Բորխա ազգանունը։ Արագոնյան թագավորության արքունիքում Բորխաները արագորեն ազդեցություն ձեռք բերեցին։ 15-րդ դարի կեսերին Ալոնսո Բորխան դառնում է հոգևորական եւ օգտվելով արագոնական արքունիքում ունեցած կապերից շուտով տեղափոխվում է Իտալիա, Վատիկան, որպեսզի ավելի մոտ լինի Սուրբ Պետրոսի գահին։ Այստեղ նա սկսում է մասնակցել ինտրիգաներին, աջակցելով հոգևորականության իսպանամետ թևին։ Իսկ ինչ էր այդ ժամանակ իրենից ներկայացնում Վատիկան։ Այդ ժամանակվա Վատիկանը մի պետություն էր, որտեղ սրբությունը ու բարեպաշտությունը համակցված էին զարմանալի արատների եւ ապշեցուցիչ անբարոյականության հետ։ Պապերը թագավորում էին թագավորների նման, որոշ առումներով նրանք ավելին էին, քան թագավորներ։ Հռոմի պապերը ինչպես միջնադարում, այնպես էլ վերածննդի դարաշրջանում եղել են ինտրիգաններ, խաբեբաներ, երբեմն մարդասպաններ։ Բայց չնայած այս ամենին, նրանք նաև բարերար էին, մտավորականներ եւ պարադոքսալ կերպով Եվրոպայի ու Իտալիայի բարոյական դատավորները։ Եվ իրենք էին օրինակ որոշում թագավորներից ով իրավունք ունի ամուսնալուծվելու, իսկ ով ոչ։ Այսօր հռոմեական եկեղեցին սահմանափակվում է Վատիկանով, սակայն վերածննդի ժամանակ պապերը կառավարում էին տարածք, որի զգալի մասն էր կազմում այսօրվա Իտալիայի տարածքը։ Եվ առնվազն Եվրոպայում Հռոմի պապերը իրենց գլխավոր դերում էին զգում։ Վերադառնանք մեր հերոսին։ Ալոնսո Բորխան հաջող քաղաքական մանևրների եւ արագոնյան թագավորի աջակցության շնորհիվ ստանում է կարդինալի կոչում, իսկ 1455 թվականին ընտրվում է Հռոմի պապ։ Այսպես հայտնվում է Բորջա ընտանիքի առաջին Հռոմի պապը։ Հենց այդ պահին նա փոխում է իր ազգանունը Բորխայից դառնալով Բորջա։ Պապ դառնալուց հետո Ալոնսոն ընտրում է Կալիքսթոս անունը եւ դառնում է պապ Կալիքսթոս III, եւ նա ժամանակ չի կորցնում։ Նա անմիջապես սկսում է իր ընտանիքի անդամներին բարձր պաշտոններ բաժանել։ Կալիքսթոն ուներ 25-ամյա եղբորորդի Ռոդրիգոն, ով նրա խորհրդով դարձավ հոգևորական։ Եվ ընդամենը 1 տարի անց թռիչքաձև աճ չգրանցելով Ռոդրիգոն դառնում է կարդինալ։ Մի խոսքով հորեղբայրը, ինչպես պետքն էր, խնամում էր իր զարմիկին։ Բայց Ռոդրիգոյի եւ մնացած իսպանացիների անհոգ կյանքը երկար չտևեց։ Ընդամենը 2 տարի անց Կալիքսթոս III մահանում է եւ Բորջաների ընտանիքը մնում է առանց պաշտպանության, իսկ շուրջ բոլորը գիշատիչներ էին։ Բորջա ընտանիքի մեծ մասը, չսպասելով փորձանքի, պարզապես վերադառնում է Իսպանիա։ Վերադառնալ Իսպանիա նշանակում է պարտվել, իսկ Ռոդրիգոն մեծ ծրագրեր ունի եւ պարտությունը այդ ծրագրերի մաս չի կազմում։ Երիտասարդ կարդինալը սկսում է հմտորեն մանևրել ազդեցիկ ընտանիքների միջև, մատուցելով ամենատարբեր մանր ծառայություններ։ Օգնել այստեղ, կաշառել այնտեղ, բանակցել ինչ-որ մի բան, կամ ինչպես շշնջում էին Բորջա ընտանիքի մեջքի հետևում, խունավորել այս կամ այն մարդուն։ Թեև իհարկե ապացույցներ չկան, միայն խոսակցություններ։ Ռոդրիգոն կապրի 3 պապերի ժամանակահատվածում եւ Իննոկենտիուս 8-րդի օրոք նա արդեն հսկայական ազդեցություն կունենա Հռոմում։ Ոստի իզուր չմնաց ու չվախեցավ առաջ, երբ երիտասարդ էր։ 1992 թվականին Ռոդրիգո Բորջան դարձավ Հռոմի պապ Ալեքսանդր 6-րդ անունով։ Ալեքսանդր 6-րդը մեծ եռանդով կատարում էր իր պարտականությունները եւ պարտականություններին զուգահեռ սկսում է անել այն, ինչ ժամանակին անում էր իր հորեղբայրը՝ եկեղեցական պաշտոններ բաժանել իր հարազատներին, այդ թվում իհարկե սեփական երեխաներին։ Ալեքսանդր 6-րդը պաշտոնապես չճանաչեց նրանցից ոչ մեկին, բոլորը ծնվել էին անհայտ կանանցից եւ անհայտ ձևով, բայց որպես հոգատար հայր նա կարողացավ դասավորել նրանցից գրեթե յուրաքանչյուրի կյանքն ու կարիերան։ Բացի այդ, պապ Ալեքսանդրը հայտնի էր որպես մեցենատ։ Շքեղությունը պապերի քաղաքականության անբաժանելի մասն էր։ Արվեստների հովանավորչություն, մեծ տաղանդների ներգրավում։ Այդ ամենը ոչ միայն աչք գոհացնելու համար էր, այդ ամենը նաև ամրապնդում էր իրենց իշխանությունը եւ բարձրացնում հեղինակությունը։ Վերածննդի դարաշրջանում արվեստը հավասար էր շքեղությանը, իսկ շքեղությունը դա ուժի լեզուն էր, աշխարհին ցույց տալու, թե ով է այստեղ գլխավորը։
Ալեքսանդր 6-րդի հրամանով վերականգնվում է Սուրբ Հրեշտակի ամրոցը, որը հայտնի է նաև որպես Ադրիանոսի դամբարան, որը դարեր առաջ ավիրվել էր գոթերի արշավահողների ժամանակ։ Շենքը կարգի բերեցին, պատերն ու առաստաղները զարդարվեցին, բակը խնամված տեսք ստացավ։ Հենց այնտեղ Ալեքսանդր 6-րդը ընդունում էր իր հյուրերին եւ իհարկե ընթրիքի ժամանակ նրանց հյուրասիրում էր յուրահատուկ ուտեստներով, օրինակ մկնդեղի համեմունքով։ Թույների եւ թունավորումների պատմությունը անպակաս է Բորջանների տան պատմությունից։ Այդ ընտանիքի գրեթե բոլոր անդամները աչքի են ընկել այս ոլորտում։ Ամենից հաճախ որպես սիրելի թույն նշում են մկնդեղ։ Ավելի ճիշտ խառնուրդներ, որոնց բաղադրիչներից մեկը մկնդեղ։ Վերածննդի թույները կախարդական եւ քիմիական գիտելիքների մի ամբողջ սինթեզ են։ Այդ ժամանակների ղեկավարները հավատում են, որ մրցակիցների դեմ պայքարն արժե փորձել ամեն ինչ եւ քիմիա եւ մոգություն։ Եվ այսպես Բորջաները Ռենեսանսի դարաշրջանի մեծ վարպետների հովանավորներն էին։ Ռաֆայել, Պերուջինո, Տիցիան, Լեոնարդո դա Վինչի։ Չեզարե Բորջայի օրոք Լեոնարդը նույնիսկ բալտական ինժեներ էր։ Ճիշտ է, ոչ երկար, 1 տարուց պակաս, բայց այդ ընթացքում նրան հաջողվեց մշակել մարտական մեքենաներ, պաշարողական զենքեր թեքահարթակներով եւ ըստ որոշ տվյալների նույնիսկ ինքնաթիռներ, սուզանավեր եւ բազմափող հրացաններ։ Ավելորդ է ասել, որ իտալացի հանճարի հայտնագործությունները պարզապես չէին կարող իրականացվել այդ դարաշրջանում, դա տեխնիկապես անհնար էր, բայց միևնույն է, գաղափարը իսկապես հեղափոխական էր։ Ալեքսանդր 6-րդը, ինչպես ես արդեն ասացի, ուներ 10 զավակ տարբեր կանանցից, բայց միևնույն է, իր կյանքի գլխավոր կինը Վանոցա դե Կատանոն էր։ Նրանք միասին ապրեցին համարյա 15 տարի եւ 4 զավակ ունեցան՝ Լուկրեցիա, Չեզարե, Խոան եւ Ջոֆրի Բորջաները։ Հանուն պարկեշտության Վանոցան նաև ուներ պաշտոնական ամուսին, իսկ ավելի ճիշտ ամուսիններ։ Հերթական նոր ամուսնուն ընտրում էր անձամբ Ռոդրիգո Բորջան, սակայն այնքան էլ լավ չէր ընտրում, քանի որ ինչ որ առեղծվածային պատճառով Վանոցայի ամուսինները հաճախ էին մահանում։ Ընդհանուր առմամբ Վանոցան ամուսնացել է 3-4 անգամ եւ ամեն անգամ ժառանգել է մահացած ամուսնու ունեցվածքը։ Բայց ոչինչ հավերժ չէ եւ 15 տարի անց Ռոդրիգոն սիրահարվում է մեկ այլ ավելի երիտասարդ կնոջ։ Դա Ջուլիա Ֆարնեզան էր, ում պատկերել էր Ռաֆայելը։ Ջուլիայի ամուսինը Արսինի ազդեցիկ ընտանիքից էր, սակայն այդ հանգամանքը չէր կարող իհարկե խոչընդոտ հանդիսանալ Հռոմի պապու համար։ Ինչպես արդեն ասացի, չնայած նրան, որ պաշտոնապես պապ Ալեքսանդր 6-րդը իր ոչ մի երեխային չի ճանաչել, նա ուշադիր հայր էր, եւ երբ 497 թվականին Տիբր գետի ափին հայտնաբերեցին իր ավագ եւ սիրելի որդու Ջովանի Բորջայի մարմինը, Ալեքսանդր 6-րդը ցնցված էր։ Ջովանիի մահը հանելուկ էր։ Վարկածները շատ էին, գուցե նա զոհ դարձավ Վատիկանի ընտանիքների միջև ընթացող մութ եւ վտանգավոր ինտրիգների, իսկ միգուցե նրան սպանել էր մի խանդոտ ամուսին, քանի որ հայտնի էր, որ Ջովանին հաճախ էր այցելում ուրիշ կանանց ննջասենյակներ։ Մինչ Ալեքսանդր 6-րդը սուքում է իր ավագ որդու կորուստը, եկեք խոսենք իր երկու ամենահայտնի զավակների մասին, նամանավանդ, որ նրանք պակաս հայտնի չէին, քան իրենց հայրը։ Խոսքը Չեզարե եւ Լուկրեցիա Բորջաների մասին է։ Չեզարե Բորջան, ինչպես ենթադրվում է, ծնվել է 1474 թվականին։ Որոշ տիտղոսներ եւ պաշտոններ նա ստացել էր միանգամից ծնվելուց հետո։ Իսկ մյուսները համալսարանում սովորելու ընթացքում առանց ուսումից շեղվելու։ Չեզարեը նկարագրում են որպես վճռական, առատաձեռն եւ գրավիչ տղամարդ, ով կարողանում էր լավ տպավորություն թողնել։ Ասում են, որ նա իր անձնական բանակի յուրաքանչյուր զինվորին ճանաչում էր անձամբ դեմքով եւ անունով։ Չեզարե Բորջան լավ զինվոր էր։ Իդեպ նրան կոչել էին Հուլիոս Կեսարի անունով։ Չեզարե դա նույն Կեսարն է։ Չեզարե Բորջան պայքարում էր Իտալիայի միավորման եւ պապական գահի հովանու ներքո սեփական պետություն ստեղծելու համար։ Նա գրավեց այն քաղաքները, որոնք դիմադրում էին Հռոմին, անցկացրեց մի քանի հաջող ռազմական արշավ, բացահայտեց իր դեմ կազմակերպված մի քանի դավադրություն եւ խուսափեց մի քանի անգամ գերությունից եւ միշտ կարողանում է շրջանցել վտանգը ժամանակավորապես։ Միաժամանակ Չեզարեի շուրջ ձևավորվեց վատ համբավ։ Նրան անվանում էին դաժան եւ նենգ
Եվ համաձայնեք Ռենեսանսի բոլոր ինտրիգաների ֆոնին իսկապես պետք էր ջանք թափել նման հեղինակություն ձեռք բերելու համար։ Ասում են, օրինակ, որ Չեզարն իր թշնամիներին սպանում էր նույնիսկ եկեղեցում պատարագի ժամանակ։ Թեև կարևոր է նաև հաշվի առնել, որ այդ պատմություններից շատերը տարածում էին Չեզարեի քաղաքական թշնամիները։ 1491 թվականին Չեզարե Բորջան արդեն իսկ կարդինալ էր եւ միաժամանակ դուքս։ Համաձայնեք, դա բավական հարմար է։ Երկուսը մեկում համատեղել աշխարհիկ եւ հոգեվոր իշխանությունը։ Նա ձեռնադրված քահանա չէր եւ կարդինալի կոչումը իհարկե ձևական բնույթ ուներ։ Նրա տարերքը հրամանատարությունն էր, ինչ արժեր միայն նրա հանդիսավոր թուրը, որը ծածկված էր թանկարժեք քարերով եւ զարդարված էր Հուլիոս Կեսարի կյանքի հաղթական տեսարաններով։ Չեզարեն ակնհայտորեն իրեն նույնականացնում էր մեծ հռոմեացի հրամանատարի հետ։ Իր հայտնի աշխատության մեջ Նիկոլո Մակիավելին Չեզարե Բորջան դիտարկում է որպես կառավարման օրինակելի կերպար, չնայած իր բոլոր դաժանություններին։ Մակիավելին բազմիցս անդրադառնում է Չեզարեին, իդեպ նրանք անձամբ ծանոթ են։ Մակիավելին պնդում է, որ մեծ նպատակ ունենալով Չեզարեն պարզապես չէր կարող այլ կերպ վարվել, իսկ նրա մեծ նպատակը դա Իտալիայի միավորումն էր։ Արդյոք Չեզարեն եւ Բորջա ընտանիքը հասան իրենց այդ նպատակին, թե ոչ կխոսենք հաջորդ անգամ։ Բաժանորդագրվեք եւ սիրեք պատմությունը։